Բարև ձեզ։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում տաղավարում շարքերթական հաղորդումն է եւ մենք շարունակում ենք քննարկել մեր գիտությանը, կրթությանը վերաբերող տարբեր խնդիրներ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են գերաժիշտ մանկավարժ Լուսինե Մկրտչյանին։ Լուսինե, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ փոխադարձ, պատիվ ունեմ հյուրընկալվելու Շողակաթ հեռուստաընկերությունում, այն տաղավարում, որտեղ շատ ոլորտի կարևոր մասնագետներ են հանդես եկել, ուսամ հարցազրույցից կքաղենք ինչ-որ հետաքրքիր հարցազրույց կստացվի։ Լուսինե, մենք 1-2 հաղորդում առաջ այստեղ հյուրընկալել էինք կերպարվեստի մանկավարժի, գեղանկարչություն, գծագրություն, եւ հետո ես մտածեցի, իսկ ինչու մենք չենք խոսում մեր երաժշտական կրթության մասին, ու իմ առաջին հարցը հետեւյալն է, այդ կոնտեքստում է, այդ համատեքստում, թե ինչ է տալիս երեխային վաղ հասակից երաժշտության հետ շփումը։ Երաժշտությունը ամենակարևոր զգայական դաշտի եւ ոչ միայն զգայական մարդու վրա ամենակարևոր ազդեցություն ունեցող երևույթներից մեկն է ըստ շատ մասնագետների, գիտնականների, հոգեբանների նրա ազդեցությունը նկարագրելի է ամենավաղ հասակից, երբ որ դու նույնիսկ սաղմնային տարիքից երեխային, հղի վիճակում մայրիկը լսում է, այնուհետև օրորոցային է երգում, այս ամեն ինչը ցանկացած առնչություն երաժշտության հետ, այնպեսի հետ է թողում, որ հետագայում անջնջելի է։ Ներքին աշխարհի ձևավորման անփոխարինելի մասնիկն է, այնպես որ շատ պետք է լսեն երաժշտություն թե մայրիկները, թե երեխաները հետո, բայց այսպես հարց, որ պիտի որակյալ երաժշտություն լսեն, որտեղ մենք ինչպես ուտում ենք սնունդ, որը պետք է լինի որակյալ, որ մենք առողջ լինենք, այնպես էլ որակյալ երաժշտություն պիտի ընդունենք, այլապես այն հոգևոր աղավաղումը, սնունդը երբ ընդունում ենք, աղիները թունավորվում են, եթե լավը չի, բայց հոգևոր թունավորումը արտաքինից միջապես չի երևում, հետո է երևում։ Իսկ դա շատ դժվար է մաքրել եւ շատ կարեւոր է երեխաներին լավ երաժշտություն մատուցել։ Ազգային, դասական, լավ ջազ, լավ ռոք, լավ պոպ, մի խոսքով լավը լինի, ինչ որ լինի, լավը լինի եւ ամեն ինչ լավ կլինի, եթե երաժշտության մեջ լինի երեխան։ Ինչքան ժամանակ է, որ դասավանդում եք Չայկովսկի երաժշտական դպրոցում եւ ուզում եմ այդ ճանապարհը մի քիչ պատմեք, թե ինչպես եկաք հասակ մանկավարժությանը, որովհետեւ գիտեմ, որ երկու բաժին եք ավարտել՝ երաժշտագիտական եւ խմբավարական, դիրիժորական։ Այո։ Խմբավարականը ընտրեցի այն երկրորդ կուրսից, երբ երաժշտագետ էի արդեն, ինչ որ բան անդադ պակասում էր, պրակտիկան պակասում էր, խոսում էի գիտություններ, երաժշտությամբ որպես գրում էինք, ուսումնասիրում էինք, խոսում էինք, բայց այն պրակտիկան չկար։ Եվ ես որոշեցի դիմել դիրիժորության ֆակուլտետ, ինձ շատ գրավել էր մի անգամ հովեր երգչախմբի ելույթը, լսել էի բազմիցս, շատ էր գրավել եւ որոշեցի դիմել երկրորդ ֆակուլտետ, ընդունվեցի Սոնա Հովհաննիսյանի դասարան եւ նա ինձ ասաց, եթե ուզում ես հասկանալ խմբերքային երաժշտությունը, եթե ուզում ես պատկերացնել, թե դա ինչպես է տեղի ունենում, ինչպես պետք է լինես խմբավար, արի ներսից եւ գնացի հովեր, նստեցի եւ սկսեցի։ Այդպես սկսեց հովեր երգչախմբի հետ ուղիս ավելի շուտ, քան Չայկովսկու դպրոցի, կամ մանկավարժության հետ կապված, իսկ մանկավարժությանը պարզապես եկա, երբ որ ավարտեցի արդեն, բնականon ինձ առաջարկեցին այնտեղ դասավանդել եւ ես ընդունվեցի մեծ սիրով, որտեղ գիտեի, որ այնտեղ երեխաները, այնտեղ հատուկ երեխաներ են ընտրվում, երաժշտական լավագույն ընդունակություններով, այդպես, եւ համաձայնեցի։ Ճասիկ ինչքան ժամանակ է, որ այնտեղ դասավանդում։ Հապաղումով ասեմ, որտեղ 2007 թվականին եմ ընդունվել, բայց 10 տարի ֆիզ արձակուրդում եմ եղել դրա համար։ Լուսինե, ինչ համեմատության եզրեր կարող ենք անել, կարող ենք արդյոք համեմատել կրթության ավանդույթները կամ մեթոդաբանությունը ձեր ուսանած տարիներին եւ ներկայիս միջև երբ ինքներդ եք դասավանդում։
Դուք դպրոցական Այո։ աշակերտ։ Հա, գիտեմ, որ դուք Ռոմանոս Մելիքյանն եք ավարտել մինչև կոնսերվատորիան, հա։ Ուզում եմ մի քիչ համատական բան, շատ բան եմ։ Ես գիտեմ, որ հա չի կարող բան փոխված չլինել, բայց կան տրադիցիաներ, հա, ավանդույթներ, որոնք այսպես ասած արվեստի արհեստն են, որը պիտի պահպանել, հակառակ դեպքում չես կարող առաջընթաց ունենալ։ Ես հիմա ուզում եմ մի քիչ այդ մեթոդաբանության, հա, ավանդույթների, երաժշտական կրթության ավանդույթների փոփոխությունների մասին խոսենք, եթե դրանք այդպես ակնհայտ կան։ Ակնհայտ մեծ փոփոխություններ այս պահին չկան։ Մենք ռուսական դպրոցի հետևորդներն ենք, հա, ռուսական դպրոցի շարունակողն է Կոմիտասյան կոնսերվատորիան, Մեծն Կոմիտասյանունն է կրում, եւ ռուսական դպրոցի շարունակությունը դեռևս գնում է, որը եւ լավ է, եւ մյուս կողմից ունի իր բացական կողմերը, ինչու որովհետեւ մեր օրերի երեխաները ամեն ինչ սովոր են ստանալ արագ, կարճ, հեշտ։ Եվ հիմա մի փոքր ավելի համբերությունն է պակասել երեխաների մեջ։ Դու պիտի կարողանաս իրեն շահագրգռել, ներառել, խստությունդ եւ դիսցիպլինան եւ միևնույն ժամանակ չխանգարի ոչինչ քեզ։ Որպես երեխան ներառվի դասի մեջ, սիրի դասը, առաջին հերթին նա պիտի սիրի։ Երաժշտությունը պիտի խթանես նրա մեջ այդ սերը, որովհետև եթե դու վերցնես եւ դիստանցիա տնես այդ երեխայի եւ որ կար, հա, եղել է ինչ որ դիստանցիոն այսպես, որ այդ առարկան դժվար է, բարդ է, շատերը նույնիսկ անեկդոտիկ ասում են, անհայտ բան է, դա ինչ է, սոլֆեջո, ես չեմ սիրում սոլֆեջո, շատերի մոտ այդ արտահայտությունը լսել եմ, բայց եթե դու ունես այնպիսի մեթոդ, որ գրավում ես փոքր հասակից, սկսում ես գրավել երեխային, նա կսիրի, կգա դեպի այդ առարկան, կներգրավի երաժշտության այդ ոլորտի մեջ։ Եվ մեթոդը հենց դրանումն է, որ երեխան լինի բացվի։ Ամենակարևոր մեթոդը։ Մնացածը, եթե ես խոսեմ ավելի իր, հա, առարկայական թե ինչ ենք անում տվյալ դասին, երգում են, այսինքն սոլֆեջոն, ինչ է։ Սոլ եւ ֆա հնչյունների անվանումներից է գալիս, երգել հնչյունների անվանումները ասելով, առանց բառերի։ Հա, այսինքն դա այբենարանն է, հա, սոլֆեջոն, եւ մենք այստեղ տարբեր երաժշտական լեզվի տարբեր կողմերի հետ գործ ունենք, երեխան սովորում է կարդալ սկզբում, ռիթմն է, այստեղ երաժշտական լեզվի մի մաս նաեւ ռիթմն է կազմում, ինչը մարդու արդեն բնության մի մասն է, չէ՞ որ մենք ունենք սրտի բաբախ ներսում, եւ սա արդեն իսկ ապացույց է, որ դա երեխային մարդուն ամենամոտ բանն է եւ այս առարկան ինքնին մոտենում է։ Եվ մեթոդաբանության հարցի վերաբերյալ կարծում եմ ամենակարևորը, որ երեխան զգա, որ ինքը այդտեղ կարող է, ոչ թե անկարող է, որտեղ կան տարբեր հնարավորություններով երեխաներ, որոնց պետք է բացահայտել շերտաշերտ, ինչ հնարավորություն ունի այդ երեխան։ Մեկը ունի բացարձակ լսողություն, ընկալում է հնչյունը հենց այնպիսին, ինչպիսին, ասենք, դոն բնությունից լսում է, բայց դա 30-ից մի մարդ է, այդպես ունակությամբ օժտված, եւ բոլորովին պարտադիր չի լինել լավ երաժիշտ եւ ունենալ բացարձակ լսողություն, չնայած դա շատ է օգնում, անկեղծորեն, եւ ուսուցչին է օգնում, եւ կյանքում երեխային է օգնում, եւ ասեմ, որ պրակտիկայից մեջ շատ լավ երաժիշտներ ունեն այդ լավ բացարձակ երաժշտական լսողությունը եւ հակառակը։ Այսպես։ Լուսինե, դուք քիչ առաջ ասացիք այբենարանն է, երաժշտության, հա, սոլֆեջոն, ես իմ կարծիքով նաև քերականությունն է ամբողջ, նույնիսկ մաթեմատիկան, հաշվարկներն էլ ցանկացած արվեստում էլ հաշվարկ կա, եւ այդ հաշվարկները արվում են հենց սոլֆեջոյի միջոցով, եթե չեմ սխալվում։ Շատ այդպես պրոֆեսիոնալ չեմ կարող դատել այդ մասին։ Ինձ հետաքրքիր է, դուք քիչ առաջ ասացիք, որ երեխաներ կան, որ ասում են, որ անհետաքրքիր է, փորձում եք ավելի իրենց համար տարբեր մեթոդներով ավելի հետաքրքիր դարձնել։ Կան օգտված երեխաներ, ենթադրենք դաշնակահար կամ ջութակահար, որ
այդպես սոլֆեջոին ձանձրանում են, իրենց անհետաքրիր է, լավ չեն պարապում, բայց օժտվածությունը, հա, օգնում է, որպեսզի իրենք կայանան որպես երաժիշտ եւ հակառակը։ Կան ավելի պակաս օժտվածությամբ, որ աշխատասիրությամբ, ասենք այդ գիտության, հա, այդպես տիրապետմամբ ավելի մեծ հաջողություններ են հասնում։ Ամեն դեպքում ուսուցիչը պետք է գտնի հետաքրքրություն։ Դա արդեն ուսուցչի խնդիրն է գտնել հետաքրքրություն, տալ այնպիսի հանձնարարություն, այնպիսի այդ պահին ստեղծագործական այնպիսի որոշումներ կայացնել, որ երեխան չձանձրանա քո դասին, որովհետև Որից եմ ասում, ինչպես պալիտրան գույների, այնպես էլ երեխաների բնավորությունները եւ ընդունակությունները շատ տարբեր են։ Դա շատ լավ է եւ շատ հետաքրքիր է։ Ես մեծ սիրով եմ ստեղծագործական մոտեցում ունենում այդպիսի երեխաների հետ, որտեղ նրանց հետ ուրիշ կերպ հնարավոր չի։ Դու ինքդ ես բացվում։ Հասկանում ես, որ ավելի շատ կարող ես հնարավորություններդ ավելացնել, առաջարկել նրան մեղեդիորինել, առաջարկել նրան այդ պահին իմացած տվյալ սովորեցրած ակորդներդ, այսինքն համահնչյունները կիրառել սեփական, եթե ինքը արդեն արել է քո հանձնարարությունները, ինչու ոչ։ Եվ հակառակը կան երեխաներ, որոնք պիտի քայլ առ քայլ հանգիստ Դա դեռ չի նշանակում, որ նրանք ավելի մեծ հաջողության հասնելու։ Բոլորովին։ Դու պիտի ուսուցիչի, ես կարծում եմ, ուսուցիչի կարևորագույն դերն է համբերատար, ուղղորդել երեխայի հետ ճիշտ գնալ, մի քիչ առաջ քայլել, նկատել ինչպես նա ընկալեց դա, եթե ընկալեց ավելի խրախուսել, առաջ տանել։ Եվ դա բոլորովին չի նշանակում, որ այն երեխան, ով որ գիտության, հա, ավելի պակաս ընդունակություններ ունի եւ ավելի աշխատասիրությամբ է դա անում, պակաս արդյունքների կհասնի։ Դա արդեն կյանքի ընթացքը ցույց կտա, դրա մասին միայն մնում է հետագան։ Տասկո նյութը սիրով տանես եւ երեխային մատուցես։ Լուսինե, կա վիճակագրություն ունեք, այդպես տիրապետում եք որևէ թվային տվյալների, թե հա ձեր սաներից քանիսն են ընտրել երաժշտությունը որպես պրոֆեսիոնալ գործունեության բնագավառ իրենց համար, թե ասենք եւ որ մասն է, որ երաժշտական դպրոց ավարտելուց հետո չի շարունակում ոչ բարձրագույն կրթությունը վրա, բայց իր մեջ կրում է, հա, այդ գեղագիտության, էսթետիկայի այդ ընկալումները եւ իր հոգեկերտվածքում ունի արդեն գեղեցիկի նկատմամբ իր պատկերացումներն ու իր ընկալումները։ Կա այդպիսի վիճակ եւ հետո ունեք այդպես աշակերտներ, որոնք արդեն անուններ են, որոնք մենք ճանաչում ենք։ Այո, կա այդպիսի վիճակագրություն, ես Չայկովսկու դպրոցին վերաբերող ասեմ, այստեղ 80% երեխաների մոտ, հավանաբար 80%-ը երաժիշտ են դառնում, որտեղ գալիս են հատուկ երաժշտական ունակություններով, իհարկե կան նաև երեխաներ, որոնք չեն ընտրում այդ ուղին, բայց այս 80%-ը երաժշտության մեջ է։ Այո, երաժշտության մեջ են մնում, դափնեկիրներ, ունեմ շատ սիրելի Ուլիխանյան քույրիկները, Լիանա եւ Վիկան, շատ աշակերտներ ունեն, որոնք նվագում են եւ սիմֆոնիկում, եւ Հայաստանի ֆիլհարմոնիկում, շատ ուրախանում եմ, որ տեսնում եմ նրանց արդեն ուղին հարթած երաժիշտներ են։ Իսկ դրսում հաջողության հասած։ Այո, եւ կան երաժիշտներ, որոնք շատ մեկնում են, հենց Չայկովսկու դպրոցն ավարտում են եւ մեկնում են, կան շատ երեխաներ, որոնք ցավոք Արտագնկրտությունը դրսում ստանում։ Այո, ցավոք սրտի գնում են այնտեղ, ցավոք թե ոչ իրենց համար գուցե իրենք հաջողության եթե հասնում են։ Բայց հայրենիքի եւ երկրի համար հասկանալի է, որ կորուստ է ինչ որ իմաստով, եթե նայած ինչպես են իրենք դրսևորում, այո, նայած թե ինչպես է դրսևորում։ Ալեքսանդր Չաուշյան օրինակ ունենք, որ հրաշալի օրինակն է, որ շատ լավ եւ ծառայում է հայրենիքին։ Այդ անունները շատ կարող ենք շարունակել։ Ես ուղղակի այս պահին Ալեքսանդր Չաուշյանն եկավ միտքս, որ գործունեությունը կա եւ արտասահմանում եւ Հայաստանի համար շատ կարեւոր գործ է կատարում։ Շատ լավ, Լուսինե։ Երաժշտական դպրոցներում արդյոք չկա նման մոտեցում, որ կարևոր է երաժշտությունն է եւ հանրակրթական դպրոց է Չայկովսկին։
Չէ։ Ոչ, նա երաշտական հանրակրթական։ Այո, երաշտական, բայց հանրակրթական, այսինքն մնացած բոլոր առարկաները են այնտեղ անցնում երեխաները։ Այո, անցնում են, բայց այստեղ դասերի ընթացքում նաև անցնում են սոլֆեջո, երաշտական գրականություն, տեսություն, երաժշտություն։ Դե ինքն հասկանալի է, երաշտական հանրակրթական դպրոց է, չէ, ինձ ուրիշ բան է հետաքրում։ Տեսեք, ասում եք 80% հետո երաժշտությամբ են շարունակում։ Արդյոք չկա թերագնահատում մնացած առարկաների։ Ինչ մակարդակի վրա է, թադրենք մաթեմատիկան կամ մնացած առարկաները, այսօրվա այդ գիտական եւ բնագիտական եւ հումանիտար առարկաները միթե չեն թերագնահատվում, կարևոր երաժշտությունն է եւ վերջ։ Բոլորովին Չայկովսկու դպրոցում այդպիսի բան ճիշտ ասած չկա եւ նույնիսկ այսպիսի օրենք կա, որ հանրակրթականը մնում է հանրակրթական եւ մենք իրավունք չունենք այդ դասերին որևէ կերպ դիպելու եւ ուսուցիչները շատ նախանձախնդիր են վերաբերվում այդ հարցերին, չեն թողնում որպես երեխաները հանկարծ աչքի տակից որևէ բան բաց թողնել։ Լուսնե քիչ առաջ որ փորձում էինք համատություն անել, հա, ձեր ուսանած շրջանի եւ այսօրվա միջև ես կուզեի, որ դուք ասեք, թե ինչ կուզեիք, որ փոխված լիներ։ Տեսեք, մենք մեր հեռախոսազրույցի ժամանակ դուք այս հարցը որ շոշափեցինք, դուք ասացիք, որ ամենակարևոր փոփոխությունը ինֆորմացիայի տեղեկատվության, հա, այդպես անսպառ տեղեկատվության հասանելիությունն է, որը ձեր ուսանած շրջանում բնականաբար չի եղել։ Բայց ինչ կուզեիք, որ ինչ կուզեիք, որ փոխվեր այդ ավանդույթների, այդ տրադիցիաների մեջ, մեթոդաբանության մեջ ուսուցման։ Ինչ կուզեի, որ փոխվեր։ Կուզեի լիներ ինչ որ խառնուրդ, որովհետև երբ ես էի սովորում, մենք պլաստինկաներով, հետո նաև CD-ները հայտնվեցին, սկզբում պլաստինկաներն էին, վերջում արդեն CD-ներով, միմյանց փոխանցում էինք այդ ինֆորմացիան, մի տեսակ կախարդական բաղձալի բան կար դրա մեջ, բա լսել ես սա, լսել ես նա ու ձգտում էինք դրա միջոցով, հա, իսկ երբ որ դա հասանելի է մի հպումով։ Հա, կանեմ, հա։ Այսօր շարի վաղ կանեմ։ Այո, այստեղ կա արդեն մի քիչ ոնց որ հասանելիության բանը եւ բավականին շատ գայթակղությունն է կորում այո գայթակղությունն է կորում մարդկային այդ գործոնը հա որ դու ունես բազում կատարումներ քո առջև մի հպումով 1000 հոգու կատարում կարող ես լսել համեմատել եւ նույնիսկ ձանձրանալ այս ակար որ լինի մի խառնուրդ Բայց առավելություն է այո ընտրության առավելություն է բայց եթե երեխան դեռ չի ձևավորվել Արդյոք նա կարող է ճիշտ ընտրել։ Իհարկե, եթե բնությունը ուժեղ է նրա մեջ, նա ունի ներքին սկզբունքայնություն, բնավորություն ուժեղ, դա կլինի, հա, այսինքն հիմա ընտրության պահը ավելի պայքարի եւ ընտրության պահը ավելի ուժեղ է։ Ով որ հիմա պայքարում է, ով որ ուզում է իսկապես կընտրի իր ճանապարհը կհարթի, բայց ավելի դժվարությամբ ընտրելով այդ օվկիանոսից, հա, հեղեղը այնտեղ ինֆորմացիոն հեղեղից պիտի ընտրես։ Հետո պիտի հասկանաս արդյոք այդ ինֆորմացիան, որ դու վերցրել ես, օրինակ Google-ից, ճիշտ է թե ոչ։ Wikipedia-ից, ճիշտ է թե ոչ։ Սա էլ է խնդիր։ Եվ լինի ինչ-որ միքս։ Վերահսկում այդ ինֆորմացիոն դաշտի որ չգնա խոտան այդ ինֆորմացիոն դաշտի մեջ, որ այդ երեխան կարողանա կողմնորոշվել եւ ճիշտ ընթանա։ Լուսինե, ես կարծում եմ, որ այստեղ ուսուցչի դերը շատ ավելի կարեւոր է, քան ծնողի։ Ինչի, որովհետեւ մնացած բաների դեպքում, ենթագիտական թե բնագիտական կամ չգիտեմ, այլ առարկաների դեպքում ծնողին դա գուցե ավելի մատչելի է, հա, հասկանալ իր երեխան ինչ մակարդակի է, ուր է հասել, ճիշտ ճանապարհի վրա է թե չէ, գիտելիքների չափ ու ստուգել։ Եթե նա երաժշտությունից գաղափար չունի ծնողը, նա չի կարող լինել այն մենթորը, հա, որը ճիշտ խորհուրդներ տա իր երեխային։ Այնպես որ հավանաբար ես այդպես եմ կարծում, որ երաժշտական կրթության մեջ ուսուցչի մենթորության դերը շատ ավելի մեծ կարող է լինել, քան ծնողներինը։ Այսինքն այդ ընտրության հարցում ճիշտ ճանապարհի վրա կանգնեցնել է։ Հասկանում եմ հարցի իմաստը։ Այսպիսի մի բան կա։ Երբեմն երաժիշտ ծնողները
կարող է խանգարեն երեխային։ Նույնիսկ երբեմն կարող է խանգարեն շատ միջամտելով, հա, այսպես չես նվագում, այնպես չես նվագում, բայց հակառակ երեսն էլ կա։ Թևիկներ տվող երաժիշտներ, որոնք սերունդներով արդեն շարունակվում են, հա, երկուսն էլ կա։ Երբեմն նաև ավելորդ թևիկներ տվող, հա։ Պետք է չափը իմանաս դրա, չափը իմանաս, ամեն դեպքում չափը շատ կարևոր է։ Եվ կան երաժիշտներ, ոչ երաժիշտ ծնողներ, որոնք հասկանում են իրենց երեխայի պոտենցիալը եւ այնքան ճիշտ են ուղղորդում, ճիշտ մասնագետի, դպրոցի ընտրության, այնպիսի ճիշտ ուղղություն են տալիս, որ իրագործվում է, կայանում է երաժիշտը, նույնիսկ եթե ծնողը երաժիշտ չէ։ Երևանում կան դպրոցներ, արվեստի դպրոցներ, հա, այդպես երաժշտության, կերպարվեստի, ոնց որ ասենք, ժամանակին Կոջոյանի անվան կերպարվեստի դպրոցը, Ռոմանոս Մելիքյանը կամ Չայկովսկին, որոնք ժամանակին կրթության նախարարության, հա, ենթակայության չեն եղել, այլ մշակույթի։ Այսօր նախարարությունը մեկն է։ Ինչ տարբերություն կա, հա, պետություն եւ այդ դպրոցներ հարաբերության մեջ եւ ինչ փոփոխություններ կուզեիք, ինչպեսին կուզեիք լիներ։ Արդյոք ես օրինակ գիտեմ, որ կոնսերվատորիայի դասախոսական կազմը դժգոհ է, հա, թե ֆինանսավորման չափից, թե մնացած բաներից։ Ինձ հետաքրքիր է, թե ինչպեսին է իրավիճակը այդ իմաստով երաժշտական դպրոցում։ Ցավալի կետերի ենք դիպում, որովհետև այստեղ աշխատում են նվիրյալներ, իսկապես նվիրյալներ։ Այնքան չնչին է այդ աշխատավարձը, ես չեմ խոսում Չայկովսկու դպրոցի մասին, այստեղ ավելի շատ է։ Նույնիսկ չէ էլ կամենա երաժշտության մասին խոսելիս աշխատավարձի մասին խոսել, բայց կասեմ, որ այս երաժշտության մասին չենք խոսում, այլ կրթության։ Թեկուզ, բայց ես կուզեի, որ գնահատվեր համարժեք, որ նվիրյալը ըստ արժանվույն գնահատվեր եւ նյութապես, որովհետեւ դա տալիս է մեծ հնարավորություն, որտեւ այն մարդը, որ պիտի լուծի այլ հարցեր, մի քիչ դժվարությամբ կմտածի արդեն ստեղծագործական, հա, բայց ասեմ, որ այդ ոլորտում այնքան նրբանկատ են եւ այնքան մարդիկ բաց են, որ բոլորովին շատ-շատերը բոլորովին չեն նայում դրան։ Ուղղակի նվիրյալ աշխատում են։ Ու պահանջատեր չեն, դրա համար էլ առանձնապես այնց շատ հիմնականում շատ գոհ չեն։ Հիմնականում այս ոլորտը կարիք ունի հովանավորության, մեծ հովանավորության կարիք ունի։ Հովանավորության դուք նկատի ունեք հովանավորների կողմից թե պետության։ Եվ պետության, եւ ինչու՞ չէ, նաեւ հովանավորների կողմից։ Լուսինե, դուք արդեն ասացիք հաղորդման ընթացքում ակնարկեցիք, որ հովերում եք, հա, նաև աշխատում, ընդ որում ավելի վաղ եք միացել հովերին, կան սկսել եք դասավանդել Չայկովսկու անվան դպրոցում։ Սիրելի երգչախմբերից մեկը ինչպես եղավ եւ ինչով եք հովերում զբաղվում եւ մի քիչ ինչ է տալիս ձեզ։ Դժվար է նկարագրել։ Մի կարծես երկրորդ ընտանիքս լինի, այդպես բնութագրեմ, որտեղ աներևակայելի երջանկություն կարող ես վայելել աշխատանքի ընթացքից։ Աննկարագրելի է։ Այնպիսի ստեղծագործությունների հետ ես առնչվում, մեր Սոնա Հովհաննիսյան այնպիսի ռեպերտուարի եւ այնպիսի ընթացք է ամեն ինչին հաղորդում, որ դա մեծ վայելք է եւ դա իմ երկրորդ ընտանիքն է, կարելի ասել։ Եվ ես երջանիկ եմ, որ ունեցել եմ այս ուղին իրենց հետ։ Կյանքի այս ընթացքը։ Խմբավարությամբ եք այդտեղ զբաղվում, թե երգում եք։ Ոչ, ես այնտեղ երգել եմ միայն։ Լավ, Լուսինե, իսկ խմբի, հա, երգչախմբի առաջկա ծրագրերի մասին մի քիչ մեզ կասեք։ Հյուրախաղեր, այդպես, հա, նոր համերգաշար, համերգներ։ Դրանք անակնկալներ են իհարկե, բայց մենք ունենք շուտով Լեհաստանում, Գերմանիայում, իսկ Հայաստանում։ Միշտ պատրաստ ենք, մենք միշտ Հայաստանի համար սիրով պատրաստում ենք ծրագրեր եւ ամեն ամիս ներկայանում ենք մեր երթական համերգով։ Լուսինե, իսկ կան ձեր սաների մեջ, որ ցանկություն են ունեցել կամ արդեն իսկ համալրել են հովերը։ Թե դեռ չի եղել այդպեսի դեպք։ Դեռ չէ, դեռ այդպես չի եղել։
Լավ, Լուսինե, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Մենք կարծում եմ, որ կարևոր թեմա բարձրացրեցինք, ճիշտ է, շատ չխորացանք, բայց ես կարծում եմ, որ իրոք շատ անելիք կա այդ ոլորտը արվեստի կրթության։ Ես նկատի չունեմ միայն Չայկովսկին եւ միայն երաժշտությունը, ավելի բարձր պաշարժ մակարդակի բերելու թե առավել մեծ չափի ֆինանսավորումով եւ թե չգիտեմ գործիքների ամեն ինչի թարմացմամբ եւ տեխնիկայի եւ այսօրվա թվային տեխնոլոգիաների ներդրմամբ կարող ենք շատ ավելի բարձր, սա իմ սուբյեկտիվ, այդպես ինչ ասեմ, սիրողական կարծիքն է, բայց ես համոզված եմ այդ կարծիքում։ Շնորհակալ եմ մեկ անգամ եւս հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, դուք լիովին լրացրեցիք այնինչ որ ես բաց թողեցի տեխնոլոգիաների լրացման դպրոցներում եւ շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ հաջողություն եմ մաղթում թե մանկավարժական գործունեության մեջ եւ թե Հովեր երգչախմբում։ Շնորհակալություն։ Իսկ մենք շարունակենք տաղավարի եթերում քննարկել մեր կրթության եւ գիտության խնդիրները ամենատարբեր դիտանկյուններից։